արագ պատմեմ, թե ինչ չի կարելի անել TikTok-ի մոնետիզացվող ալիքներում եւ YouTube-ի մոնետիզացվող ալիքներում։ Եթե դուք TikTok-ում կամ YouTube-ում հանդիպել եք մի ալիքի, որը շատ արագ հետևորդ է հավաքում, շատ արագ ռեկ անգնում, հետաքրքիր կոնտենտ ա որում, օրինակ պսիխոլոգիչսկի կոնտենտ կամ ինչ-որ կороткометражկաներ, մուլտիկներ եւ այլն, ի նկատի ունեցեք, որ եթե դուք լրիվ նույնը անեք, դուք գումար չեք աշխատի եւ ձեր էջը չի զարգանա։ Դուք կարող եք ուսումնասիրել շուկան ու հասկանալ ինչն է հիմա ռեկում հայտնվում, բայց ամբողջովին նույնը կրկնօրինակել դուք չեք կարող։ Դուք կարող եք այլ լեզվով նմանատիպ կոնտենտ ստեղծել, գեներացնել AI-ով, որը հիմա բավականին օգնում է, արագացնում է process-ը, բայց դուք չեք կարող copy-paste անել։ Ինչը վերաբերվում է ֆիլմերով վիդեոներին, ֆիլմերից հատվածներ տեղադրել, SDVG կոնտենտ ստեղծել, դա եւս այլևս չի աշխատում, ոչ TikTok-ում, ոչ YouTube-ում։ Նման կոնտենտը չի մոնետիզացվում։ Ինչպես նաեւ ոչ մի դեպքում դուք չեք կարող գողանալ հայտնի մարդկանց, բլոգերների, հարային դեմքերի տեսահոլովակները եւ այլ սոցցանցերում տեղադրելով փորձել գումար վաստակել։ Նման կոնտենտը եւս չի մոնետիզացվելու։ Հիմա ասեմ, թե ինչ անեք, որպեսզի կարողանաք լավ գումար աշխատել։ Ուսումնասիրեք AI։ Ես կփորձեմ հնարավորինս շատ դասեր տեղադրել իմ ալիքում, որպեսզի սովորեցնեմ գոնե բազային օգտագործելը, որովհետև իրականում բազային օգտագործելը AI-ի կարող բավականացնի AI կոնտենտ որակյալ, բավականին որակյալ կոնտենտ ստեղծելու համար, որով դուք կկարողանաք YouTube-ի ալիք բացել, TikTok-ի ալիք բացել եւ մոնետիզացնել եւ այդ դիտումներից գումար վաստակել։ Ուղղակի հասկացեք մի բան, որ գողություն անելու կարիք չկա բացարձակապես։ Այսօր մենք ունենք AI, որը թույլ է տալիս բավականին արագ, բավականին որակյալ կոնտենտ ստանալ, այնպես որ հետևեք իմ էջին ու սովորեք։ Ինչ որ բան չիմանալը ամոթ չի, ամոթ է չսովորելը։ Լավ եղեք։